Եթե ինձ վստահվի այս հանձնաժողովի ղեկավարումը, ես այդ պատասխանատվությանը մոտենալու եմ շատ հստակ սկզբունքով։ Հայաստանի Հանրապետության ազգային շահը պետք է լինի մեր յուրաքանչյուր որոշման ելակետը եւ չափանիշը։ Արտաքին քաղաքականության որևէ որոշում չպետք է գնահատվի միայն այն հանգամանքով, թե ինչ արձագանք է այն ստանում այս կամ այն արտաքին կենտրոնում։ Այն պետք է գնահատվի առաջի հերթին մեկ հարցով. ինչ է դրանից ստանում կամ ստանալու Հայաստանի Հանրապետությունը։ Մեր նպատակն է ունենալ ավելի շատ գործընկերներ, ավելի շատ շուկաներ, ավելի շատ ներդրումներ, ավելի շատ տեխնոլոգիաներ, ավելի շատ ֆինանսական եւ տնտեսական հնարավորություններ։ Բայց ավելի շատ գործընկերություններ պետք է նշանակեն ավելի շատ հնարավորություններ Հայաստանի համար, ոչ թե նոր կախվածություններ։ Մենք շահագրգռված ենք Եվրոպական միության հետ առավելագույնս բովանդակալից եւ խոր հարաբերություններով, բայց այդ հարաբերությունների զարգացումը չենք դիտարկում երրորդ պետությունների դեմ ուղղված քաղաքականության գործիք։ Մենք չպետք է եվրոպական ուղղությունը զարգացնենք որևէ մեկի դեմ։ Մենք պետք է այդ ուղղությունը զարգացնենք բացառապես Հայաստանի Հանրապետության համար։ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի միջազգային հնարավորությունների դիվերսիֆիկացիայի կարևոր բաղադրիչ է։ Սակայն դիվերսիֆիկացիա չի նշանակում մի գործընկերոջ մեխանիկական փոխարինում մյուսով։ Այն նշանակում է ունենալ ավելի լայն ընտրության հնարավորություն, ավելի շատ հուսալի գործընկերներ եւ հետեւաբար ավելի մեծ ինքնուրույնություն։ Որքան շատ հուսալի եւ փոխշահավետ գործընկերություններ, շուկաներ, ներդրումային հնարավորություններ, տրանսպորտային կապեր, տեխնոլոգիաներ եւ միջազգային գործիքներ ունենա Հայաստանը, այնքան ավելի դիմակայուն կլինի մեր պետությունը եւ այնքան ավելի լայն կլինի ինքնուրույն որոշումներ ընդունելու մեր հնարավորությունների դաշտը։ Ուստի մեր մոտեցումը պարզ է։ Միջազգային գործընկերությունները պետք է ամրապնդվեն Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ թե սահմանափակեն պետության ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողությունը։ Ես եվրոպական ինտեգրումը, շնորհակալություն, նախ եւ առաջ դիտարկում եմ որպես գործնական գործընթաց։ Այն պետք է արտահայտվի պետական ինստիտուտների որակի բարձրացմամբ, տնտեսության արդիականացմամբ, օրենսդրության մոտարկմամբ, պետական կառավարման արդյունավետությամբ, դատական համակարգի անկախությամբ, բիզնեսի համար նոր հնարավորություններով եւ ամենակարևորը Հայաստանի քաղաքացիների կյանքի վրա տեսանելի ազդեցությամբ։ Եվրոպական ինտեգրումը պետք է չափվի ոչ թե հայտարարությունների եւ ընդունված փաստաթղթերի քանակով, այլ ինստիտուտների ու տնտեսության որակով եւ Հայաստանի քաղաքացիների համար իրական արդյունքներով։ Մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ գործիքներ եւ հնարավորություններ։ Առաջին հերթին պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործենք այն, ինչ Հայաստանն արդեն ունի։ ՍԵՊԱ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները պետք է ոչ միայն արձանագրվեն, այլև ռեալ կատարվեն։ Եվրոպական ֆինանսական գործիքները պետք է վերածվեն ներդրումների եւ զարգացման։ Օրենսդրական մոտարկումը պետք է ունենա հստակ նպատակ եւ չափելի արդյունք։ Եվրոպական ծրագրերից օգտվելու կարողությունը պետք է դառնա պետական կառավարման ամենօրյա աշխատանքի մաս, եւ հենց այստեղ է հանձնաժողովի իրական դերը։ Իմ պատկերացմամբ հանձնաժողովը չպետք է լինի կառավարության հայտարարությունների վերարտադրման հարթակ։ Միևնույն ժամանակ այն չպետք է վերածվի նաև կառավարության աշխատանքը ցանկացած գնով խոչընդոտելու գործիքի։ Մեր մոտեցումը պետք է լինի երրորդ ճանապարհը՝ պահանջկոտ խորհրդարանական վերահսկողություն։ Հանձնաժողովը համակարգված կերպով պետք է հետևի առաջինը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ՍԵՊԱ-ի եւ այլ պայմանավորվածությունների իրականացմանը, օրենսդրական մոտարկման ընթացքին, եվրոպական ծրագրերի եւ ֆինանսական գործիքների օգտագործմանը, կառավարության կողմից հայտարարված ծրագրերի կատարմանը, բանակցությունների եւ նոր նախաձեռնությունների արդյունքներին եւ ամենակարևորը պետության, տնտեսության ու քաղաքացիների համար այդ համագործակցության գործնական ազդեցությանը։ Խորհրդարանական վերահսկողության մեր մոդելը պետք է լինի շատ պարզ՝ պարտավորություն, պատասխանատու գերատեսչություն, ժամկետ, ռեսուրս, կատարման կարգավիճակ եւ արդյունք։
Կառավարությունից պետք է պահանջենք ոչ միայն պատասխան այն մասին, թե ինչ համաձայնագիր է ստորագրվել կամ ինչ միջոցներ են հայտարարվել, այլ ինչ է իրականում կատարվել եւ ինչ է ստացել դրա արդյունքում Հայաստանը։ Յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ պետք է անդրադառնալ 8 հարցի։ Առաջին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ցանկացած նոր փուլ քննարկելիս մենք պետք է առաջնորդվենք։ Ինչ է կոնկրետ ստանում Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդ, ինչ պարտավորություններ է ստանձնում Հայաստանի Հանրապետությունը։ Երրորդ, որոնք են դրա տնտեսական, իրավական եւ անվտանգային հետևանքները։ Չորրորդ, արդյոք որոշումը համատեղելի է Հայաստանի գործող միջազգային պարտավորությունների հետ։ Հինգերորդ, որոնք են դրա ֆինանսական ծախսերը եւ պայմանները։ Վեցերորդ, արդյոք այն ստեղծում է նոր կախվածություններ, թե նվազեցնում է Հայաստանի առկա խոցելիությունները։ 7-րդ, կան այլընտրանքային կամ լրացուցիչ տարբերակներ։ Եվ ի վերջո 8-րդ, որն է պետության եւ քաղաքացու համար ակնկալվող չափելի արդյունքը։ Այս գնահատումը պետք է նախորդի քաղաքական որոշմանը, այլ ոչ թե հաջորդի դրան։ Մեկ կարևոր տարբերակում եւս, որին ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել։ Ըստ ինձ եվրոպական ինտեգրումը եւ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության հարցը դրանք նույնը չեն։ Եվրոպական միության անդամակցության հարցը դա շատ ավելի լուրջ եւ ծանր ռազմավարական որոշում է, քան եվրոինտեգրումը, որովհետեւ եվրոինտեգրման համար այս պայդրությամբ եւս մենք ունենք շատ դրական նախադրյալներ, գործիքներ, որը ՍԵՊԱ համաձայնագրի շրջանակներում դեռևս 2017 թվականին կնքված փորձում ենք իրագործել։ Եվրոպական ինտեգրումը կարող է եւ պետք է այսօր արտահայտվի մեր ինստիտուտների տնտեսության, օրենսդրության եւ կառավարման որակի բարելավմամբ։ Իսկ ռազմավարական որոշման կայացումը Եվրոպական միության հնարավոր անդամակցության դա շատ ավելի լուրջ հետազոտություն, վերլուծություն, փորձագետների կարծիք, ակադեմիական հասարակության ներգրավվածություն անհրաժեշտության դեպքում դրանից հետո նոր պետք է կայացվի այդ շատ կարևոր որոշումը Հայաստանի Հանրապետության համար։ Գործընկերությունը պետք է ենթադրի նաև փոխադարձության, այսինքն հարցերի մեջ ոչ թե պետք է միայն նայվի, թե ինչ են ակնկալում Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միությունը կամ միջազգային այլ գործընկերները, այլ պետք է նաև հասկանանք, թե ինչ է դրա արդյունքում ձեռք բերելու Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն է լինելու այն չափելի արդյունքը, որին պետք է ձգտենք եւ կարող ենք ձգտել։ Իմ ընդդիմադիր կարգավիճակը ես դիտարկում եմ ոչ թե որպես հանձնաժողովի աշխատանքի սահմանափակում, այլ որպես հնարավորություն ապահովելու ավելի անկախ մասնագիտական եւ պահանջկոտ խորհրդարանական վերահսկողություն։ Այնտեղ, որտեղ կառավարության դիրքորոշումը համընկնում է պետական շահի հետ, մենք չպետք է այն արգելակենք։ Այնտեղ, որտեղ կան տարաձայնություններ, դրանք պետք է քննարկվեն բաց, մասնագիտական եւ փաստերի հիման վրա։ Մեր նպատակը արհեստական խոչընդոտներ ստեղծելը չէ։ Մեր նպատակը որոշումների հիմնավորվածությունն է, պարտավորությունների թափանցիկությունը եւ կոնկրետ արդյունքների պահանջը։ Հանձնաժողովը, ինչպես նշեցի, նաեւ պետք է բաց լինի մասնագիտական փորձաքննության համար։ Մենք պետք է եվրոպական օրակարգ քաղաքական հռետորաբանությունից վերածենք համակարգված խորհրդարանական աշխատանքի։ Այո, եւս մեկ անգամ պնդում եմ, որ մենք ուզում ենք ուժեղ եւ փոխշահավետ հարաբերություններ Եվրոպական միության հետ, բայց այդ հարաբերությունների կենտրոնում պետք է լինի առաջնահերթ Հայաստանի Հանրապետության երկարատև շահը։ Եվ ամենակարևոր բանը ըստ ինձ, մենք պետք է կարողանանք տարբերակել քաղաքական դիրքորոշումը պետական շահից։ Եվրոպական քաղաքականության հարցերում մենք կարող ենք ունենալ լուրջ տարաձայնություններ կառավարության հետ, բայց այնտեղ, որտեղ խոսքը Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերի մասին է, պետական պատասխանատվությունը պետք է վերդասվի միջկուսակցական մրցակցությունից։ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի եւ Եվրոպայի միջև։ Մենք պետք է ընտրենք այնպիսի եվրոպական համագործակցություն, որը Հայաստանը դարձնում է ավելի ուժեղ, որովհետև
Մեր վերջնանպատակը ոչ թե պարզապես Եվրոպային ավելի մոտ լինելն է, այլ ավելի ուժեղ, ավելի ինքնիշխան, ավելի մրցունակ, ներողություն, ավելի դիմակայուն եւ քաղաքացիների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծող Հայաստանն ունենալն է։